Նիկոլ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված ապացուցողական եւ վարույթային գործողությունների արդյունքում պարզվել է Հայաստանի վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Ձեռք բերված տվյալների համաձայն 2024 թվականից արտերկրում բնակվող ՄՄ-ն առնվազն 4 անձանց հետ խմբով նախապատրաստել է Հայաստանի վարչապետի սպանությունը, ձեռք բերելով քողարկման միջոցներ, հավաքելով տեղեկություններ նրա գտնվելու վայրերի եւ քարոզարշավի երթուղիների վերաբերյալ նաև սպառնալիքներ պարունակող տեսաուղեր տարածելով։ Նախաքննությամբ նաև պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 16-ին խումբը ապօրինի կերպով որսացել եւ հրապարակել է ուղիղ եթերով փոխանցվող տեսանյութ, ինչի հետևանքով խոչընդոտվել է հունիսի 7-ին նախատեսված ազգային ժողովի ընտրություններին նախորդող քարոզչությունը։ ՄՄ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանության նախապատրաստության եւ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։ Հայաստանը կարևորում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, աշխատում ու շարունակելու է աշխատել ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև կլինի անխուսափելի, հայտարարել է վարչապետը։ Էականորեն զարգացնում ենք եւ կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները եւ նաեւ ես բազմիցս եմ ասել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, տրանսֆորմացիայի փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետև այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ եւ ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք, այդ թվում այն պատճառով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում, նաեւ ուզում եմ ասել, որ Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել մինչեւ այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի։ Իսկ որոշումը բնականաբար պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով, որ պահին տեղի կունենա այդ հանրաքվեն, սա էլ է շատ էական հարց։ Պատիվունամ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը քննադատել է իշխանության արտաքին տնտեսական քաղաքականությունը, նշելով, որ ռուսական ուղղությանը որպես այլընտրանք ակնարկվում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Նրա խոսքով այս պայմաններում անտեսվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները Հայաստանի ու Արցախի դեմ, նաեւ այն փաստը, որ սահմանները փակ են, խաղաղության պայմանագիր չկա, իսկ ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքներում։ Աբրահամյանը զգուշացրել է, որ Թուրքիային եւ Ադրբեջանին տնտեսական ու ենթակառուցվածքային առանցքային դեր տրամադրելը կարող է հանգեցնել նաև քաղաքական ազդեցության մեծացման։ Birində prezident İlham Əliyev Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի էներգետիկ 33-րդ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարել է, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա արևելք-արևմուտք միջանցքի եւս մեկ ճյուղ անպայման կկառուցվի։ Ըստ Բաքվի բռնապետի այն կկառուցվի համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ նրա միջև ստորագրված փաստաթղթի։ Թրիփ նախագիծը իրագործվում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հիման վրա, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պնդելով, թե դա տարածվում է նախագծի բոլոր գոտիների վրա։ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրագործումը թրիփ իրագործման նախագծի բոլոր գոտիների նկատմամբ, որը մեկը տեղ չունենա, ասի այնտեղ մի հատ կոշիկի տեղ կա 42 ռազմերի, այդ 42 ռազմերի կոշիկի տեղը բան են տվել, միջանցքային կոշիկ է դա, այդ տեղ իրավազորությունը սահմանափակված է, ավելին ասել, այդ հարավում երկաթուղ ենք մենք ունենալու, բայց նաև հյուսիսային երկաթուղու շուրջ զուտ զարգացումներ են գնում, պարզվում է, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի հյուսիսով, մասնավորապես Տավուշի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ, եւ այսօր արդեն ներդրումային քննարկումներ են ունենում, առաջինը բեռնատար մեքենաների համար հյուսիսով վճարովի ճանապարհ բացելու համար, սա միլիարդների եկամուտներ է Հայաստանի Հանրապետության համար, պլյուս մենք առաջիկայում լրջորեն զբաղվելու ենք հյուսիսային երկաթուղիով, ովքեր չգիտեն ասեն, որ այդտեղ մեծ խնդիր կա Հաղարդային գյուղի հատվածում
բան ա եղել, սողանք կա 90-ականների սկզբից ու շատ մեծ կտոր հողի երկաթուղու սենց քանդված ա լրի, հողն ա հոսում ու դա վերականգնման համար առնվազն $500 միլիոն փող ա հարկավոր։ Նախկինում այդ փողի շուրջ, որը լուրջ քննարկում չուներ, որովհետև փողը դրվում ա, պետք ա փողը հետ բերվի։ Հիմա ծրագիրը փոխվել ա հետևյալ տրամաբանությամբ։ Իջևան Հրազդան երկաթուղին ընդհանուր մոտենում ա Լերմոնտովո գյուղի հատվածում, Վանաձոր Գյումրի երկաթուղի ճյուղի եւ այդտեղ 6 կիլոմետրանոց հատված կա։ Այդ երկու հատվածը, որ մենք կպցնենք իրար, մենք ստանում ենք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղի եւ այդ դեպքում այդ $500 միլիոն ներդրողներ հաստատ կգտնվեն։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը ներկայումս Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ չի վարում, ընդգծելով, որ առաջնահերթությունը պատերազմի ավարտն է։ Բաղային Միացյալ Նահանգներին նաև մեղադրել է հրադադարը խախտելու համար եւ նշել, որ Իրանը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։ Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել Իրանի ռադարների եւ անօդաչուների օբյեկտներին, ինչին ի պատասխան Իրանը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան բազային։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է երեխաներին, ընդգծելով, որ նրանց իրավունքների պաշտպանությունը պետության եւ հասարակության առաջնահերթ պարտականություններից է։ Նա նշել է, որ յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա անվտանգ, արժանապատիվ եւ հավասար հնարավորություններ ապահովող միջավայրում, իսկ բռնության, խտրականության եւ իրավունքների խախտման ցանկացած դրսեւորում անընդունելի է։ Պաշտպանը նաեւ կոչ է արել երեխաներին ճանաչել ու պաշտպանել իրենց իրավունքները, իսկ մեծահասակներին ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք զարգանալ եւ իրացնել իր ներուժը։